Վիճակագրությունը անցած տարիների մեզ ցույց է տալիս, որ սովորաբար շեմա հաղթահարող կուսակցությունների հավաքած քվեների հանրագումարը լինում է ընտրություններին որևէ մեկի օգտին տված քվեների ընդհանուր թվի 75, 80, 82, 84%-ը։ Այսինքն են 10, 15, 20, երբեմն 20-ից ավել տոկոսը, որ հավաքում են կուսակցությունները ընդհանուր առմամբ, այն կուսակցությունների քվեներն են, որոնք շեմը չեն հաղթահարում։ Նախկինում 5% էր, հիմա 4% մեկ կուսակցության համար։ Ինչ են լինում այդ տոկոսները։ Այդ տոկոսները մանդատները բաշխելու ժամանակ համաչափորեն, համամասնորեն բաշխվում են շեմը հաղթահարած կուսակցությունների վրա։ Մաթեմատիկական օրինակ բերեմ։ Եթե 3 կուսակցություն հաղթահարել են շեմը եւ հայտնվել են խորհրդարանում, մեկը տարած է եղել 10%, մյուսը 20%, մյուսը 50%, հա, 80% եղավ իրար հետ։ 20%-ը այն 15-20 կուսակցությունների քվեների հանրագումարն է։ Այդ 20%-ը 20%-ի չափ ինչ է, աթոռ, մանդատ ասենք, էլի, հա։ Այդ 20%-ը պետք է բաշխվի խորհրդարան անցած 10% ստացած կուսակցության վրա, 20% ստացած եւ 50% ստացածի վրա։ Բայց այդ 20%-ի 1/3 չպիտի գնա սրանց, այլ նրանց տարած քվեների քաշով համամասնորեն։ Ես ասացի 10%, 20% եւ 50%։ Հասկանում եք, որ 10, 20, 50 դեպքում այն 20%-ի մանդատների թիվը ենթադրենք 8 մանդատ է լինում այդ 20%-ը։ 8 մանդատից եթե համամասնորեն բաշխենք, պարզ թվեր եմ ասում, որ հեշտ լինի, հարգելի բարեկամներ։ 8 մանդատից 5-ը պիտի ավելացվի 50% տարած կուսակցությանը, որ ընդեղ ուներ 50 մանդատ արդեն։ 2 մանդատ պիտի ավելացվի 20% տարած կուսակցությանը, որը ուներ 20 մանդատ արդեն։ Եվ այն 1 մանդատը պիտի ավելացվի 10% տարած կուսակցությանը, որը ներսում արդեն ուներ 10 մանդատ։ Ստացվում է ներսում այդ 3 կուսակցությունները տիրապետելու են 11, 22 եւ 55 մանդատների։ Մինչև 20% տարած կուսակցությունների տոկոսները, տեղերը, մեղերը չեն տնօրինում այդ կուսակցությունները, իրենք դուրս են մնացել, այսպես ասած, մանդատներ բաշխելու որն է, մանդատներ ունենալու եւ ինչ-որ մեկին տալու, չտալու իրավունքից, էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։